Սրբազան, ես վերջերս ես հիշեցի մեզ հարց տվել էին, ես էլ հիշեցի մի անգամից։ Եթե չեմ սխալվում, դուք հանդիպել եք երկրորդ ու երրորդ նախագահներին, ճիշտ եմ հիշում, այս վերջին անցած տարվա սեպտեմբերին։ Օգոստոսին։ Անցած տարվա օգոստոսի վերջի անգամ այդ ժամանակ եք հանդիպել։ Բայց ես չէի լսել ուրիշ տեղեկություն, դու լսել ես որ Գրել էին հարցը։ Ես եմ ասել, ինչ որտեղ էր չեմ հիշում հարցազրույցի ժամանակ, կարծեմ Հրիփսիմեն էր Ջեբեջան, եթե չեմ սխալվում։ Ես ուղղակի խոսել եմ, հավանաբար այդ տպավորությունն է եղել։ Ես խոսել եմ սեպտեմբերին եմ հանդիպել, այո, առաջին անգամ իմ կյանքում չասեմ, առաջին անգամ հանդիպել եմ երկրորդ նախագահին, որովհետև այն ժամանակ 2000 թվականի անգամ 2 րոպեով էի հանդիպել, դա եղել եւ հանդիպել եմ երրորդ նախագահին, դա եղել է եւ միևնույն ժամանակ քաղաքական շատ ուժերի, տարբեր ուժերի, մեծ ու փոքր։ Իսկ ճիշտ եմ հասկանում, այս ընթացքում էլ է այդ բանը պահվում, հա, այդ այսպես ասած նախագահների հետ չէ, կոնկրետ ուժերի հետ կապը, որտեղ ես ուզում եմ հարցս մյուս ուրիշ ուժերի հետ, որ ուժերի հետ որ եղել է կապը, մենք պահել ենք, խոսել ենք, որոշներ իրենք են նախաձեռնել հանդիպել, որոշների հետ ես եմ հանդիպել, մեծ կուսակցությունների հետ խոսել ենք, իրենք արդեն որոշակի շփման բան ունենք, այդպես ռեժիմ ունենք, տարբեր հարցերի շուրջ խոսելու, ես տեղեկացրել եմ, ոչ թե տեղեկացրել եմ, որ այսպես ասած տեղյակ լինեք, ասել եմ, որ սա մեր ծրագիրն է, գնում ենք առաջ։ Հա, այս ինչի մասին խոսում ենք հիմա։ Ինչի մասին ես խոսում եմ, ես գրեթե մանրամասնությամբ խոսել եմ, ներկայացրել եմ, հարցեր են եղել տարբեր տեսակի եւ մենք այդ բոլոր հարցերը իմ կարծիքով սպառել ենք։ Հիմա իրենց արձագանքն ու պատասխանը ինչ կլինի, դա արդեն իրենց որոշելիքն է։ Սրբազան, իսկ եթե Էդգար Ղազարյանն այդ շարժումը ունենում է տեխնացու, որի տակ ստորագրում են падգամավորները։ Ով է տեխնացուն։ Օրինակ, որևէ մեկը, որը լինում է երկու ընդդիմադիր խմբակցությունների համար ընդունելի։ Ինձ համար պետք է խմբակցությունները ինչքան ուզում են ընդունելի լինի, ինձ համար պետք է ընդունելի լինի։ Այսինքն դուք չեք համարում, որ ով էլ լինի Նիկոլից լավը կլինի։ Չէ, չեմ համարում, բացարձակ։ Դուք համարում եք այդպես։ Ես անձամբ չեմ համարում, անկեղծ ասած, բայց մարդիկ կան, քաղաքացիների զգալի մեծացություն, ասում ախպեր սրանից ազատվենք։ Մի հատ գիտես ինչ ենք գալիս, ես մի հատ անկեղծ ասեմ։ Դրան տանես, դրա նման բերես։ Հա, դե պարզ է, որ այդ խնդիրը կա, մենք հիմա ինչ ենք ունենում, նայեք, մարդկանց մոտ արդեն տարիների վեր կա հստակ ակնկալիք, որ Նիկոլին պետքա հեռացվի։ Հիմա ես ենթադրում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն տարբեր տեսլական, թե որը կլինի ավելի լավ տարբերակը Նիկոլին փոխարինելու։ Ակնհայտ է դա, որ տարբեր ուժեր տեսնում են տարբեր մարդկանց։ Ըստ այդմ չի լինում մի հատ կոնսենսուս, ոչ մի հարց առաջ չի գնում, որովհետև կայնում այդ բանի հարցը, տեխնացուի հարցը, ես չգիտեմ, ինչ որ մի ուժ առասարակ իր ներուժը ամբողջությամբ չի կիրառում, ու ժողովուրդը կողքից նայելով ասում են ախպեր, լավ, ինչքան կարելի է։ Իդեպ նույնը չասեմ, բայց այսպես խառնաշփոթ վիճակը ես ոնց հասկանում եմ, իսկ ներեք իհարկե որ այդ դաշտն եմ մտնում, բայց իմը չի այդ դաշտը, բայց ես որ sense կողքից նայում եկեղեցում էլ, հա, ինչ որ անհասկանալի վիճակը այն առումով, որ մի մասը մի բան է, մի մասը ինչ որ ուրիշ տեսակ է, մի մասը քաղաքական թեմաների մեջ ակտիվ, մյուսը пассив, ու նույնը քաղաքական դաշտում։ Ամենտեղ ինչ որ խառնաշփոթ է, ու մարդիկ որ նայում են արդեն մի տեսակ շատերը չեն էլ հավատում, որ հնարավոր է մի բան անել, որովհետև կարծես թե չի լինում իրար գլուխ հավաքվել մի ընդհանուր բանի շուրջ։ Դուք տեսնում եք հնարավոր, որ դա հնարավոր է։ Ես արել եմ դա եւ տեսնում եմ, Վազգեն ջան։ Նայեք, խնդիրը ես խոսակցությունների մարդ չեմ։ Հասկանում եք, խնդրեմը խոսակցությունն է, խնդրեմը աղմուկն է, աղմուկ անելն է, գնալ ինքնաբավարարվելն է ինչ որ ձևով։ Շատ մեծ խնդրեմ է դա։ Այո, եւ մեր քաղաքական դաշտի գործողները պետք է ընդունեն դա։ Աղմուկ անելուց բացի պետք են կոնկրետ գործեր, կոնկրետ չվախենալ պատասխանատվությունից։ Այս անորոշ իրավիճակներում չվախենալ առաջնորդությունից,
Չասել կստացվի, չի ստացվի, ժողովուրդն ինչ կասի, ժողովուրդն ինչ չասի, այս խումբը ինչ կասի, այն խումբը ինչ կասի։ Դու ինչ ես անում։ Դու ինչքանով ես պատրաստ ինքդ քեզ հետ հաշտ լինելով այդ պատասխանատվությունը ստանձնել քո բաժնով ու անել։ Ես դրա համար եմ միշտ ասում, սա ինձ համար անձնական պայքար է, անձնական խնդիր է, ոչ թե նորից պիտի կրկնեմ, ոչ թե անձնական շահի, այսինքն անձնական շահ ունենալու, այլ անձնական հարցը, որովհետև վիրավորված եմ, չի կարելի սենց ապրել։ Անկեղծ, հիմա թող բոլորը այդպես մտածեն։ Մենք երբ որ իրանցից էլի պիտի հետ գամ, ոսկեպարից գալիս էինք, կամ այն ժամանակ սկսում էինք գործընթացներ, բնական գործընթացները սկսում էինք, էլի նույն պատկերներ ու ավելի վատ, ավելի սարսափելի, նոր հանձնված Արցախի այդ վերքը, մեր տնազրկված հայրենակիցները Արցախցի, այդ խառնաշփոթ վիճակը, անորոշությունը, ամեն ինչ, ինչ ասեմ, ծանր դեպրեսիվ վիճակ էր մի հատ, ծանր, ով որ կասի ինքը այդպես չի զգացել, ես կզարմանամ։ Չէ, դե տես չի որ շատ ավելի ծանր դեպրեսիվ վիճակ է։ Հիմա մարմինը շարժվել է։ Հասկանում եք, մարմինը սկսել է շարժվել, տաքություն է ունենում, սա ունենում, նա ունենում, հազար բան է, բայց շարժվել է մարմինը։ Հիմա մեր խնդիրը ո՞րն է։ Մենք նորից նույն ճանապարհով պիտի գնանք։ Կա գործողություն, կա առանցք, եթե ցանկացողներ կան քաղաքական դաշտից, ուժեր, միավորներ, հասարակական դաշտից եւ այլն, խնդրեմ, թող կպնեն։ Ծրփան Կան, այդ մարդիկ կան, այնպես չի որ չկան։ Ես երբ որ ես խոսում եմ, այդ վստահությամբ եմ խոսում։ Մենք արվեստի էլ, մշակույթի էլ, բժիշկների էլ, դասախոսների էլ, տարբեր աստիճանների եւ մակարդակների վրա, ինչ ասեմ, արհեստավարժ, պրոֆեսիոնալ, լրագրողներ էլ, ամեն ինչ ունենք։ Գումարած այս բոլորին, բոլոր շերտերի եւ խավերի մարդիկ, գերիտասարդներից, ուսանողներից, տարբեր տեղերից, Նարեկ ջան, Վազգեն ջան, բավական է մենք փողոց դուրս գանք, անկեղծ ասում եմ ես, բավական է փողոց դուրս գանք, այս իմիջիալոց հիմա ես կամաց նորից բերում եմ, չեմ վստահում ին։ Այդ շրջանակում, որ ես գնում եմ երեկոները 15 րոպեով, 20 րոպեով, կես ժամ, ինչքան որ հնարավորություն ունեմ, մեր երիտասարդներ զուտ այցելել տեսնել, քաջալերելու ինձ, խրախուսելու, մեր 15 րոպեն, 20 րոպեն դառնում է մի ժամ, 2 ժամ, որովհետև փողոցում մարդիկ անընդհատ մոտենում են, անընդհատ,